Ինչ գիտեք։ Նախ խնդրում եմ ներկայացեք, հետո ասեք։ Ես տարիներ շարունակ պայքարում եմ բոլոր հակազգային արտահայտումների դեմ այս իշխանությանը եւ բոլոր կուսակցությունները փոխանակ հակազդեն, դիմադրեն այս ամեն ինչի ոչ մի ձեն չեն անում եւ միայն քննադատում։ Այսօր մենք հոգնել ենք նախնիներից, այսօր ասեցին, որ ագի տեխնացու դուք եք կրնել։ Ինչի ձեր կուսակցությունում նոր դեմքեր չկան, ինչի բոլոր կուսակցություններում նոր դեմքեր չկան, պարոն Զուրաբյան։ Երիտասարդ ունեք ավելի պատրաստված, որպեսզի ներկայացնեք ձեր կուսակցությունը։ Ուրեմն ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհավորում եմ, որ դուք կարողացաք այս միջավայրում անել ձեր քաղաքական հայտարարությունը, շնորհակալ եմ, թույլ տվեք ես շարունակեմ ասուլիսը։ Ես ասեմ նաեւ որ Չէ, դուք արդեն կներեք, դուք հիմա արդեն խանգարում եք մեր միջոցառման անցկացմանը։ Ես ձեզ թույլ տվեցի արտահայտվել, անել ձեր քաղաքական հայտարարությունը, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ։ Հիմա անցնենք առաջ։ Խնդրեմ, այլ հարցեր։ Հրապարակորաթեր կատնապատկեն, պարոն Զուրաբյան, եթե հանենքա լրագրողների շարքերը, ապակարելի ես նաև տեսնել, որ դարդի չեք իսկ դատարկի այդ դեպքում երբ հայտարարվել էր, որ այն բաց է հասկացողների համար, եթե այս իրավիճակը նայեք ուսումնասիրեք, արդյոք կարողանաք դուք հաղթահարել անցողիկ շեմը եւ չեք կարծում, որ ձեզ կմեղադրեն ընդդիմության ձայների փոշիացնելու մեջ։ Դուք ինչա մտահոգված եք, որ մենք չենք կարողանում հաղթահարել շեմը։ Ինչ եք մտահոգված։ Իսկ ինչի չեք մտահոգվում այն հնարավորությունից, որ մենք կարող է հաղթենք այս ընտրություններում։ Ինչի չեք մտահոգվում, հա։ Հա։ Դե ուրեմն համարյա մեր աջակիցն եք։ Պետք չի մտահոգվել։ Ես ձեզ հորդորում եմ օլիմպիական հանգստությամբ մոտենալ այս գործընթացին, ոչ ոք այսօր չի կարող 100%-ով ասել, ով ինչ արդյունքի կհասնի։ Ի վերջո կներեք, մենք գտնվում ենք հաղորդակցության մեջ մեր ժողովրդի հետ։ Մեր ժողովուրդն է ընտրելու։ Դուք ինչ եք հիմա որոշել, թե մեր քաղաքական ուղերձները, մեր ծրագրերը ինչ տեղ կգտնեն մեր ժողովրդի, մեր քաղաքացիների սրտներում եւ մտներում։ Ինչ գիտեք։ Իսկ դուք գիտեք հիմա որևէ կանխատեսող, որ այդքան ճշգրիտ կարող է ամեն ինչ կանխատեսել։ Այդ քաղաքագետներին փաթաթեք եւ ուղարկեք ինչքան հնարավոր է հեռու։ Մեծ խոսացողներ են եւ պրոպագանդիստներ են ավելի շատ պրոպագանդիստներ են դրանք։ Թե մենք արդեն որոշել ենք, որ հայ ժողովուրդը այլևս ընտրելու իրավունք չունի, թե արդեն բանա քաղաքագետներն են որոշում մեր ժողովրդի ձայնը, իրանք են որոշում։ Այնա եկեք այս ընտրությունները չանցկացնենք, այդ 3 քաղաքագետին հրավիրենք այս դալիճ, թող հայտարարեն ընտրությունների արդյունքները։ Ինչի համար ենք ընտրական գործընթացը ինչի համար է։ Այս հանդիպումները, ուղերձները, հանրային դեբատները դուք այսքան համարում եք, որ այդ ամեն ինչը ոչ մի բան չի կարող փոխել։ Եթե տենց եք համարում, նորից եմ կրկնում, գնացեք այդ 3 քաղաքագետի հետ միասին անցկացրեք Հայաստան Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, պրծնենք։ Չէ, հանգիստ եղեք։ Հայ ժողովուրդը ունի իր կամքը, հայ ժողովուրդը ունի իր ձայնը, հայ ժողովուրդը ունի իր կարողությունը մտածելու, հասկանալու, ըմբռնելու, համատելու ծրագրերը, համատելու անձանց, որոնք հավակնում են իշխանություն վերցնելուն եւ ի վերջո իր որոշումը կատարելու։ Ես երբեք դա չեմ համարի կանխորոշված։ Կներեք։ Համագործակցությունը հնարավոր համարում եք թե ոչ եւ երկրորդը ցանկանային լսել ձեր տեսակետը ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառելու հետ կապված եւ արտասրել Բենզինի հարաբերություններ ստեղծելու հետ կապված։
Մենք բավականին երկար բանակցել ենք ձեր ասած ուժի հետ։ Այս ընթացքում, այս վերջին ամիսներին նման խոսակցություն չկա եւ բանակցություն չկա։ Թե ինչ կլի, չգիտեմ, ինձ համար մի քիչ անհասկանալի էր իրանց քաղաքական ուղերձները, բայց դա ես ոչ որպես մեղադրանք, ոչ որպես ինչ որ նախատինք չեմ ներկայացնում։ Ապագայում կարող են լինել ինչ որ բանակցություններ, կտեսնենք։ Ես ինչ որ հատուկ մեկին չեմ բացառում։ Բայց դա կերևա։ Բայց ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Հիմա ինչ վերաբերվում է բենզինին, ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ մի անգամ, գիտեք, մեզ համար ոչ մի նշանակություն չունի բենզինի էթնիկ կամ, չգիտեմ, ազգային կամ պետական բանը ծագումը։ Հարցը լրիվ ուրիշ բանի մեջ է։ Հարցը նրա մեջ է, որ մենք դեռ չունենք ոչ մի երաշխիք, որ այս Ադրբեջանի հետ կա խաղաղություն։ Այսօր կարող է լավ լինեն, այսօր արգելքները հանեն, վաղը կարող է արգելքները դնեն։ Այսինքն մենք չունենք հաստատված մի հատ կայուն խաղաղության եւ առևտրատնտեսական կապերի ինստիտուցիոնալիզացված մեխանիզմ, որը մեզ հույս կներշնչեր, որ սա գործող արդեն բան է, մեխանիզմ է։ Այսօր դա Ալիևի բարի ժեստերի հետևանք է, վաղը կարող է նույն բանը դադարի, կարող են ավելի վատ բաներ լինել, որովհետև ինքը այլ ծրագրեր ունենա կամ այլ մոտեցումներ։ Մենք սա է, որ պետք է փոխենք։ Մենք պետք է փոխենք կախվածությունը Ադրբեջանից։ Ասում եմ, եթե գնանք Նիկոլ Փաշինյանի ճանապարհով, Հայաստանը ընկնելու է բացարձակ կախվածության մեջ Ադրբեջանից։ Այդ թվում նաև բենզինային։ Դա կարող լինի բենզին, դա կարող լինի, չգիտեմ, գազ, դա կարող լինի ռազմական միջամտության սպառնալիքը, ամեն տեսակի գործիքներ։ Մենք սա է, որ պետք է փոխենք։ Եվ այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, այդ երկաթուղի կառուցելու, որը նաև զուգորդվելու է, ասենք, գազատարի կառուցման հետ եւ այլն, ավելի հզոր։ Այդ ծրագրի իմաստը հենց դա է, որ Հայաստանի համար ստեղծվեն այլընտրանքներ։ Այսինքն Ադրբեջանը, եթե հայտնվի, բախվի մի իրական նոր իրողության հետ, որտեղ ինքը պետք է իր գինը իջացնի, որ կոնկուրենցիային դիմանա, ասենք Հայաստանում կարողանա նավթ ծախի։ Եթե ինքը գիտի, որ Հայաստանը սենց ինչ-որ հուսատված վիճակում չի տնտեսական առումով, այսինքն ինչ-որ ելքեր ունի, այլ ընտրանքներ ունի, Ադրբեջանը ստիպված անցնելու է ճնշման գործիքակազմից համագործակցության գործիքակազմի։ Այդ դա է, որ մենք ուզում ենք ստանանք ու չունենք հիմա։ Մենք դա չունենք։ Մեր քաղաքականությունը, այդ որ ասում ենք իրական խաղաղություն, այն ինչ որ հիմա կեղծ բերել են որպես խաղաղության ծրագիր, դա ինչ ասեմ, ավազի վրա ինչ որ կառուցած բան է։ Ուր է այդ խաղաղությունը։ Նախ ուր է Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։ Ինչ երաշխիք կա, որ վաղը ինքը նույն բենզինը չի թանկացնի 3 անգամ։ Կամ ինչ երաշխիք կա, որ ընդհանրապես չի կտրի դա, որպես սանկցիա, որովհետև ասենք մենք չենք համաձայնվում 300,000 ադրբեջանցի թողել մտնել Հայաստան։ Կան այդ երաշխիքներ, չկան։ Բացարձակ այդ երաշխիքները չկան։ Մենք այդ երաշխիքները պետք է ստեղծենք։ Այդ երաշխիքները եթե ստեղծենք, որևէ խնդիր գոյություն չունի։ Մենք սրա համար ենք առաջարկում, այսինքն մենք պետք է ունենանք իրական խաղաղություն այլ ընտրանքային հնարավորություններով Հայաստանի համար։
Մենք դի ունենանք հնարավորություն, եթե Ադրբեջանը փորձում է օգտագործել իր բենզինը, իր ռազմական ուժի սպառնալիքը, չգիտեմ, իր գազը, տնտեսական ինչ-որ լծակներ, մեր դեմ մենք դի ունենանք ալտերնատիվ ընտրանքի հնարավորություն։ Մենք այդ ենք ուզում ստեղծենք։ Այդ դա կլինի կայուն խաղաղություն։ Կայուն խաղաղություն, որը շատ քիչ է կախված լինելու Ալիևի քմաճույքից կամ ցանկությունից։ Այս ենք ուզում։ Թե չէ մենք ամբողջ օրը պետք է փնտրենք Ալիևի բանը, բարե սրտությունը եւ բարեգութ լինելը։ Այս վտանգավոր ճանապարհ է։ Թե չէ, հա, լավ է։ Բանը էժան բենզինը լավ է։ Ինչ քանի օր կտևի այդ էժան բենզինը։ Խնդրեմ։ Պարոն Զուրաբյան, երկու հարց ունեմ, մեկը վերջերս շատ քննարկվում է, որ Հայաստանը օգնություն է խնդրել Եվրամիությունից ընտրությունները կազմակերպելու հարցում, շատերը դա դիտարկում են, որ ճնշում է կամ ազդեցություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին, նշում են նաև, որ մի շարք դիմադրի քաղաքական գործիչներ հնարավորություն չեն ունենալու մասնակցել ընտրություններին, համեմատում են Մոլդովայի հետ, մի խոսքով ձեր կարծիքը դրա վերաբերյալ եւ նաեւ կխնդրեմ անդրադառնալ Արցախի հարցին, որն ըստ ներկա իշխանությունների փակված հարց է, ի վերջո դուք ինչպես եք պատկերացնում այդ հարցի լուծումը, ասեք հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանի թողած կետին շարունակել բանակցությունները ու ի վերջո ստորագրել խաղաղության պայմանագիր, թե չստորագրել։ Առաջի հարցը, հա, ԵՄ-ի այսպես Կայա Կալասի հայտնի հայտարարության մասն ենք մենք խոսում, որում ինքը ասել է, որ հայերը դիմել են մեզ օգնության։ Ես հիմա հարց եմ տալիս, այս դահլիճում նստած որևէ մեկը դիմել է։ Եվ որ ասում են հայերը, ես ուզում եմ հասկանում ով են այդ հայերը։ Երևի ավելի ճիշտ էր ասել, որ Հայաստանի կառավարությունը։ Հասկանում եք, որովհետև հաստատ հայերը չեն դիմել որպես ամբողջություն։ Իսկ Հայաստանի կառավարության կողմից նման դիմումը ես շատ վատ եմ գնահատում, ես համարում եմ դա հրավեր պրոքսի պատերազմի։ Այսինքն այսօր Նիկոլ Փաշինյանը իր այդ քայլով հրավիրում է Եվրոպական միությանը եւ Ռուսաստանին կռվել, պատերազմել Հայաստանում։ Ավելի վատ բան դժվար է պատկերացնել։ Շատ վատ բան է։ Էլի ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Իրանից սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, կայունության համար։ Չի կարելի այդպես բաներ անել։ Բայց մենք այդ ենք ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա կամուրջ։ Հայաստանը պետք է համագործակցի եւ Եվրոպական միության հետ, եւ Ռուսաստանի հետ։ Խնդրեմ, ներդրումների հրավիրման շուրջ թող բանակցի։ Բայց ի՞նչ է նշանակում ասել, որ արի մեզ բանա օգնի բանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ կռվենք։ Ուր է այդ հիբրիդային պատերազմը։ Կարան մի հատ ասեն, ուր է։ Իսկ կարող է մի քիչ Նիկոլը ինքը հնարել այդ հիբրիդային պատերազմը իր իշխանությունը պահելու նպատակով։ Կարող է ինքն է այդ ռազմավարությունը մտածել, ասելով, որ ու եվրոպացիներին դիմելով հայերի անունից, ասելով, որ գիտեք ինչ, ով ինձ հետ է, դա անկախության պաշտպանն է, իսկ ով ինձ հետ չի, կամ իմ անդիմախոսն է, նա Ռուսաստանի Պուտինի FSB-ի ագենտն է։ Շատ հարմար դիրք է, գիտեք, շատ հարմար դիրքորոշում։ Շատ հարմար, բայց հանցագործ։ Դա հանցագործություն է, դա պետական դավաճանությանը ձգող հանցագործություն է։ Դու ինչ ես հրավիրում օտար երկրներին միջամտելու քո ներքին քաղաքական process-ներին։ Եթե Ռուսաստանը միջամտում է, դրա դեմն առ։ Դրա դեմն առ, ով է քեզ խանգարում։ Եթե այդ սաղ ագենտ են, բացահայտի այդ ագենտներին։ Այդքան դժվար է։ Ասում են բանա, պրոպագանդիստներ ասում են տեղեկություններ ունենք, բայց ապացույցներ չունենք։ Չհասկացա։ Այդ բանը գնում ենք ստալինիզմի շրջանները, Վիշինսկու շրջանները, երբ որ բանա, այդպես առանց ապացույցի մարդկանց ինչ ասես կարային անային։ Տեղեկություն ունենալը ո՞րն է։
Ինչ չի հետաքրքրում ձեր տեղեկությունները, որովհետև ձեր տեղեկությունները հիմնականում սուտ է լինում։ Դուք ստախոս եք, դուք տեղեկություններ չունեք իրականում, դուք այդ տեղեկությունները մոգոնել եք, ինչպես ես տեսանք էլի ես բանը պակի իբր թե բանը փաստաթուղթը, որ պարզվեց կեղծիք է, լրիվ ծերից ծեր կեղծիք է։ Հիմա մենք կարանք հավատանք նման իշխանություններին, որ կարան բռնեն ուղղակի թղթի վրա գրեն բանը օրինակի համար Նյուզեյմը բանը գործակալ է բանի, հա, ու մի հատ էլ տակը գրեն ես իմ ով է հավաքագրել, այս կողմ ենք ով։ Կարան անեն։ Կարան մի հատ տեղեկան գրեն, որ 88 թվին ձեզ հավաքագրել են։ Դուք Նյուզեյմը ստեղծվել է 2010 թվին, ես գիտեմ, թե բայց իրանք կարող են ասել բանա, մենք արդեն այն ժամանակ հավաքագրել էինք։ Հետո սա ինչ հիմարություն է։ Այսինքն դուք, հա, ասում այ գնարեկներ, շատ լավ հարց տվեց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին։ Ասում որևէ վարույթ կա, դատախազը ասել է վարույթ չկա։ Ինչ է ասում։ Ասում հա վարույթ չկա։ Հա մի հատ էլ շատ կարևոր հարցադրում անում Նարեկ, ասում բայց եթե դու գիտես գոնե հայտնել ես ԱԱԾ-ին։ Ասում չէ, չեմ հայտնել։ Վարույթ էլ չկա։ Հետո երբ որ նեղն է անգնում, ասում են վերջը ինչ իրավական ինչ որ process կա, բան եւ այլն, ասում են մենք իրավական process-ների չենք դիմում, ելնելով ազգային անվտանգության շահերից։ Ես տեղեկացնում եմ ձեզ պաշտոնապես, որ բոլոր բռնապետները, երբ որ երկրում հաստատում են բռնապետություն, իրանք չեն վկայակոչում իրանց հարստանալու մոլագարությունը, իշխանությունը պահելու մոլագարությունը, իրանք վկայակոչում են հենց ազգային անվտանգության շահերը։ Այսինքն երբ որ դու ասում ես ես ինչ որ բան իրավական process չեմ անում, որովհետև ազգային անվտանգության շահերից ելնելով, դա նշանակում է դու ուղղակի հենց այդ բանով նախադեсությամբ քո սահմանադրությունը, քո իրավական համակարգը ամեն ինչ քանդեցիր։ Հիմա պետք է վաղը ինչ ասես տեղեկություն կհրապարակեն։ Ում ասես դեմ, ով մի քիչ վտանգ ներկայացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նա տեղեկան կա դուրս գալու։ Կամ մի հատ, չգիտեմ, բան, ինչ որ մի հատ մեղադրանք, ու էլի կասեն մենք բանա ապացույց չունենք։ Չեղավ։ Ես իսկապես սա նորմալ չի կարելի ընդունել, սա բան է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դառնալ ըստ էության դիկտատոր, ինքը իհարկե դրան հələ դեռ չի ասել։ Սա սաղմնային վիճակում է գտնվում, բայց ինքը հիմա գնում է այդ ճանապարհով, սահմանադրությունը ոտնահարելու, օրենքները ոտնահարելու, հայտարարելու, որ ինքն է օրենքը։ Հələ մի հատ հիշեք, այդ ինչ ասեց, ասում եմ մի հատ խանութ կա, որը չպետք է աշխատի։ Մի ձև գտեք, ինչ նշանակում, երբ որ վարչապետը ասում է մի ձև գտեք, դա նշանակում է, որ օրինական որևէ խնդիր չկա։ Եթե օրինական խնդիր լիներ, այդ վաղուց դատախազով, չգիտեմ ինչով, բանով, այսինքն մենք ասում ենք, հա, օրինակ ինքը օրենք չի խախտել։ Ինքը օրենք չի խախտել։ Բայց դուք մի ձև գտեք իրան բանանեք, փակեք։ Այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է ուղիղ անձնիշխանություն, բռնապետություն, կամայականություն։ Այս կարելի է թույլ տալ։ Մենք հենց նաև սրա դեմ ենք ուզում պայքարենք եւ գալով իշխանության մենք հենց այս հարցերը շատ արագ լուծելու ենք այն ծրագրի շրջանակներում, որը ձեզ ներկայացրեցի։ Իսկ ինքը պատասխան պիտի տա։ Ուրիշ բան չկա 441 հոդվածը բանի քրեական օրենսգրքի կա։ Լիազորությունների գերազանցում կա ու ասեն մի 100 գործով կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին, վզին։ Որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը իրավունք ունի հայ առաքելական եկեղեցու համար ժողովրդական կաթողիկոս ընտրի մի խորհրդի միջոցով, որի 10 անդամին ինքը կներկայացնի որոշումը կատարելով իր հոգու աչքերով, կատարել է, չէ, գրել է, կարա գտնեք այդ, ամեն ինչ ինքը ասել է։ Դա նշանակում է, որ այս մարդը ասում է ես թքած ունեմ ձեր բոլորիդ վրա։ Ես ինչ կուզեմ կանեմ։ Ու իրան լիազորությունները վերագրում, որով ինքը ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով օժտված չի։ Ինքը քրեական պատասխանատվություն պիտի կրի այս ամեն ինչի համար։
Հա, այդ շատ կարևոր հարց է։ Ինչ պայմանագիր։ Չէ, խաղաղության պայմանագիրը, հա, բարդ հարց է, առնվազն պետք է ստորագրել, հասցնել այդ process-ը ավարտի, որտեղ sense կախված, երբ որ Ալիևը իր ստորագրությունը չի դնում ու բանա ըստ էության Հայաստանին sense մազի վրա կախել է, ինչ ուզում ստանում է, այդ իրավիճակից պետք է դուրս գալ, այսինքն պետք է գնալ դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անել։ Ինչ վերաբերում է Արցախյան հարցին, ես ձեզ ասեմ, անհերքելի եւ բանա անօտարելի միջազգային իրավունք է Արցախահայերի վերադարձի հավաքական վերադարձի իրավունքը հաստատված բազմաթիվ փաստաթղթերով եւ այլն, այստեղ որևէ խնդիր չկա ու չի կարող լինել եւ մենք պաշտպանում ենք եւ ճանաչում ենք այդ իրավունքը։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, չէ՞, որ ասենք այսօր հնարավոր չի Արցախահայերի վերադարձը բռնատիրական Ադրբեջան։ Ոնց է վերադառնալու։ Ով է ծառայելու ադրբեջանական բանակում, ասենք մեր երեխեքը հայ երեխեքը գնալու են ադրբեջանական այսօրվա Ադրբեջանի բանակում ծառայեն կամ հասկանալի է, չէ՞, որ այդ բոլոր դատախազները, միլպետները, բանսաղ նշանակված են լինելու Բաքվից ու ամեն րոպե կարան, ասենք, սեպարատիզմի մեղադրանք ներկայացնեն կամ որևէ կամայականություն անեն եւ դեռ անպաշտպան է մեր բնակչությունը լինելու։ Հետևաբար բոլորս հասկանում ենք, որ խելքը գլխին որևէ արցախցի չի վերադառնա այս ներկա պայմանների մեջ։ Մյուս կողմից հասկանալի է, որ եթե մենք մտածում ենք, որ մի օր այդ պայմանները պետք է ստեղծվեն, մենք պետք է հասկանանք հետևյալը, որ դա նշանակում է Ադրբեջանը պետք է ինչ որ օրինակի համար թույլ տա միջազգային երաշխիքներով, ինչ որ վերահսկողություն, այդ իրավունքների կատարման համար, բայց այդ բանը չի անի Ադրբեջանը։ Ադրբեջանը չի համաձայնվի իր ինքնիշխանության որևէ նվազեցմանը Լեռնային Ղարաբաղի Արցախի տարածքում։ Ինձ թվում է բոլորս համաձայն ենք։ Եվ չկա այնպիսի դիվանագիտական գործընթաց, հիմա չգիտեմ մտնում են այդ իրավական բաների մեջ, իրանց թվում է թե բանա, միջազգային դատարանները, այդ իրավական ճնշումները կարող են Ադրբեջանը ինչ-որ բան պարտադրել։ Բացառվում է, չի լինելու դա։ Ադրբեջանը վաղուց հասկացել է, որ ուժն է ծնում իրավունքը։ Եվ այդ բանը կիրառում է։ Վերադարձ դեպի Ղարաբաղ դիվանագիտական Արցախահայերի վերադարձ դեպի Արցախ դիվանագիտական ճանապարհով գոյություն չունի։ Եկեք այդ բանը մի քիչ թափ լինենք, առերեսվենք, հասկանանք։ Հետևաբար, եթե դու այդ հարցը դնում, այսինքն այդտեղ ուրիշ մնում է մեկ է ռազմական լուծում է։ Հիմա մենք այն վիճակում ենք կամ հասկանում ենք, որ պետք է մենք գնանք ռազմական լուծման։ Բնականաբար դա էլ բանը սխալ է, եթե մենք չենք ուզում նոր աղետներ բերենք մեր գլխին։ Մենք այսօր ունենք բավականին, ինչ ասեմ, ջարդուխուռ եղած Հայաստան, ջարդուխուռ եղած բանակով, տնտեսությունը շատ վատ վիճակում եւ ունենք նաեւ այնպեսի տաղանդավոր ղեկավար, որ այդ խնդիրները մենակ ավելի է բարդացնում օրեցօր